Շնորհակալություն հանձնաժողովների հարգելի նախագահներ, հարգելի պատգամավորներ, ներկայացնելով 2026 թվականի ներքին գործերի նախարարությանը բյուջեով հատկացվելիք միջոցների եւ ծախսերի մասով պատկերը, գործընկերս պարոն Հովհաննիսյանը ընդհանրական անդրադարձավ սրանց, ուզում եմ ներկայացնել, որ նախարարությանը նախատեսվում է հատկացնել 102.6 միլիարդ դրամ եւ այո 2025 թվականի համադրությամբ ունենք բացասական տարբերություն շուրջ 2.4 միլիարդ դրամի չափով, ընդհանուր առմամբ ընթացիկ ծախսերի գծով հատկացվելու է 101.4 միլիարդ դրամ, կապիտալ ծախսերի գծով 1.2 միլիարդ դրամ։ Ընդհանուր առմամբ 102.6 միլիարդ դրամի հատկացումներում սոցիալական բնույթ ունեցող եւ գնում չհանդիսացող ծախսերը կազմում են 89.4 միլիարդ դրամ, որից միայն աշխատանքի վարձատրություն եւ դրան հավասարեցված միջոցները 79.3 միլիարդ դրամ, իսկ գնումների ընթացակարգով նախատեսված հատկացումները 13.3 միլիարդ դրամ, որից կապիտալ ծախսերը 1.2 միլիարդ դրամ են կազմում, ամբողջի 1.2%-ը։ Նշեմ, որ ընթացիկ ծախսերի գծով 2.3 միլիարդ դրամի ավելացումը պայմանավորված է առավելապես ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերի վճարման ապահովմամբ եւ նաեւ պիտի փաստեմ, որ ներքին գործերի նախարարության ձևավորմամբ մենք նաեւ ունենք քաղաքացիական ծառայողների անձնակազմ եւս, որը մնացյալ նախարարությունների համեմատությամբ պիտի նաեւ ունենա պարգևատրման վճարումներ եւ այս մասով, քանի որ 2025 թվականին որպես այդպեսին առանձին ֆոնդ նախատեսված չի եղել, 2026-ին այս ընթացիկ խնդիրը լուծվում է։ Ինչպես նաև մենք ընթացիկ տարում բազմիցս քննարկել ենք նաև ոստիկանության ծառայողների բնակապահովման վճարների հետ կապված խնդիրը եւս, տարբեր նախաձեռնություններ ենք քննարկել, տարբեր չափանիշներ որպես այդպեսին եւ այստեղ նաև 2026 թվականի բյուջեում նախատեսրել ենք համապատասխան միջոցներ, որպեսզի ծառայողները բնակվարձի ստացման հետ կապված որևէ խնդիր 2026 թվականի կտրվածքով արդեն չունենան։ Բնականաբար, քանի որ ոստիկանության գվարդիան ձևավորվել է, այստեղ նաև ընթացիկ տարում սննդի ծառայությունների ձեռքբերման համալրացուցիչ ֆինանսական միջոցներ եւս նախատեսել էին, ըստ այդմ 2026 թվականի բյուջեն կատարել է վերահաշվարկ, նախագիծը կատարել է վերահաշվարկ եւ համապատասխան միջոցները այս պայծրությամբ եւս նախատեսված են։ Կապիտալ հատկացումների մասով ես պիտի առանձնացնեմ թերևս ամենակարևորը, որը սեյսմիկ պաշտպանության ոլորտին է վերաբերում, եւ մենք նախատեսում ենք սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցի արդիականացում, ներդրումային ծրագիրը հավանության է արժանացել կառավարության համապատասխան հանձնաժողովի կողմից եւ ըստ այդմ նախատեսում ենք ունենալ երկրաքիմիական կայանի թվով 6 հատտանակի ձեռքբերում, ինչպես նաեւ թվով 13 կարևորագույն նշանակության սարքեր սարքավորումներ, որոնք թույլ կտան սեյսմիկ պաշտպանության ոլորտում ավելի ճշգրիտ հաշվարկներ իրականացնել եւ ճշգրիտ կանխատեսումներ նաեւ եւս ապահովել։ Շենք շինությունների շարունակական շինարարության մասով նախատեսված է 700 միլիոն դրամ, ինչպես նաեւ փրկարար ծառայության ներդրումային ծրագրի շարունակականությունն ենք ապահովելու եւ այս տարի եւս ձեռք ենք բերելու արդեն 26 թվականի կտրվածքով եւս ձեռք ենք բերելու նոր տրանսպորտային միջոցներ, հաշվիչ փրկարարական գույք նկատի ունեմ, հատկացվող փրկարար ծառայությանը։ Հարգելի գործընկերներ, ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակներում գործող կառուցվածքին համապատասխան մենք նախատեսել ենք կազմակերպել եւ իրականացնել 6 ծրագրով աշխատանքները 32 քաղաքականության միջոցառմամբ։ Ընդհանուր առմամբ մշակվել եւ բյուջետային հայտում ներառվել է 115 արդյունքային չափորոշիչ, որից 73-ը քանակական, 20-ը որակական, 21-ը ժամկետային եւ 1-ը ոչ ֆինանսական ցուցանիշներն են։ Դրանով իսկ ապահովում ենք, որպեսզի բյուջեի կատարողականը լինի կանխատեսելի եւ մեր արդյունքները լինեն համապատասխան ռեֆորմային այն ուղղություններին, որոնք որ նախատեսել ենք շարունակել արդեն 2026 թվականի կտրվածքով։ Ներքին գործերի նախարարությունում եւ ենթակա պետական մարմիններում մեկնարկած խորքային բարեփոխումները գործընկերներ շարունակվել են նաև այս տարվա կտրվածքով եւ բյուջեն ներկայացնելիս բնականաբար չենք կարող չանդրադառնալ նաև այս հարցերին։ 2026 թվականի նախարարությունը կշարունակի բովանդակային առումով ռեֆորմային տարբեր ուղղությունների իրականացումը եւ նաեւ այն ուղղությունները, որոնք որ պլանավորված են եղել հենց իրականացնել 2026 թվականի կտրվածքով։ Ներկայացնելով հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման ուղղությունը, պիտի փաստեմ, որ 2025 թվականի 9 ամիսների հաշվարկով մենք գրանցված հանցավորության ընդհանուր պատկերում ունենք լատենտային համարվող հանցագործությունների բացահայտման էական աճ, այսինքն այն հանցագործությունները,
հանցագործությունները, որոնք 2024-ին, 23-ին հիմնականում եւ նաեւ նախորդ տարիներին եղել են լատենտային հանցագործություններ, 25 թվականի 9 ամիսների կտրվածքով մենք ունեցել ենք բացահայտումներ եւ ըստ այդմ հանցավորության ընդհանուր գրաֆիկում այս խումբ հանցագործությունները նկատվում են աճի տեսքով։ Օրինակ, թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքերն են աճը 391 դեպքով, զենքի ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերն են աճը 249 դեպքով եւ այսպես շարունակ։ Գործընկերներ պիտի փաստեն, որ հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր հանցավորության կառուցվածքում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը նվազել է 0.7%-ով, այսինքն ունեցել ենք կրկին ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների հիմնական արձանագրում, որը կազմել է 85.7%։ Իրականացված աշխատանքների արդյունքում պիտի նաև փաստեմ, որ նաև աճել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը, ինչպես նաև որպես մեղադրյալ ներգրաված անձանց թիվը ընդհանուր առմամբ 3.5%-ով։ Իսկ առանձնապես ծանր հանցագործություններով այս թիվը կազմել է 9.9%, ծանրերով 5.8%։ Ներկայացնելով հանցավորության շարժընթացը հիմնական եւ հատկապես հանրությանը անհանգստացնող հանցագործությունների առաջին հերթին կցանկանամ անդրադառնալ սպանության դեպքերին, որովհետեւ վերջին ժամանակահատվածում հատկապես թեման շատ քննարկվում է, շոշափվում է եւ բազմաթիվ հարցեր են օբյեկտիվորեն առաջ գալիս։ Ուզում եմ փաստել առաջին հերթին, որ հանրապետության մակարդակով շարունակում է մեզ մոտ գերակշիռ մնալ կենցաղային բնույթ ունեցող սպանությունները եւ այս դինամիկան ըստ էության պահպանվում է եւ որևէ էական կտրուկ եւ վտանգավոր, այսպես ասեմ, վերափոխումներ չի ունենում։ Ընդ որում, երբ որ խոսում ենք նաեւ ընդհանուր գրանցված դեպքերի մասին, պիտի փաստեմ, որ նաեւ վիճակագրական առումով որևէ էական մեծ թվով շարժ կամ կտրուկ աճի տեմպեր որպես այդպիսին չունենք եւ նաեւ պիտի ընդունենք, որ սպանությունները մեր հանցավորության ընդհանուր կառուցվածքում կազմում են ընդամենը 0.2%։ Անդրադառնալով առհասարակ սպանության դեպքերով համաշխարհային ցուցանիշներին, հարգելի գործընկերներ, որպեսզի նաև պատկերացնենք Հայաստան ինչպիսի դիրքերում է գտնվում այս տեսանկյունից, անդրադառնամ ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի սպանությունների վերաբերյալ համաշխարհային զեկույցներին, որոնք պարբերաբար համապատասխան ինդեքսներով քննարկում են տարբեր երկրներում սպանությունների ընդհանուր պատկերը եւ տալիս են գնահատականներ։ Ինդեքսը հիմնականում կազմում է 100,000 բնակչի հաշվով տեղի ունեցած սպանությունների հաշվարկով եւ պիտի փաստեմ, որ 2021 թվականին ընդհանուր առմամբ միջին համաշխարհային ցուցանիշը կազմում է 100,000 բնակչի հաշվով 5.8 դեպք։ Ընդ որում այս գնահատումը պարբերական բնույթ կրող գնահատում է եւ 4-ից 5 տարվա կտրվածքով է պարբերաբար ՄԱԿ-ը թարմացնում այս գնահատումները։ Հայաստանը, հարգելի գործընկերներ, շարունակում է համաշխարհային միջինից ցածր ցուցանիշներ գրանցել, այսինքն երբ որ ասում ենք միջինից ցածր ցուցանիշներ, սա դրական արդյունք է, որովհետև եթե համաշխարհային մակարդակում 100,000 բնակչի հաշվով միջինում 5.8 դեպք է սպանության արձանագրվում, 2021 թվականին Հայաստանի մոտ այս ցուցանիշը եղել է 2, 22 թվականին 1.9, 2023-ին 1.8, 2024-ին 2։ Ակնհայտորեն նկատում եք, որ կրկնակից ավելի, այսպես ասեմ, նվազում ունենք մենք ընդհանուր առմամբ միջին համաշխարհային ցուցանիշից։ Իհարկե, սա չի նշանակում, որ մենք չենք շարունակում հետևողականորեն այս ուղղությամբ աշխատանքներ ձեռնարկել, որովհետև երբ որ հատկապես խոսում ենք սպանության դեպքերի մասին, պիտի նկատենք, որ առավելապես հիմնական պատճառները հանդիսանում են կրթական հարցերը, առողջապահական հարցերը, սոցիալական տարբեր հիմնախնդիրները, որոնք որ մեր ուշադրության կենտրոնում են եւ այս տարվա կտրվածքով արդեն իսկ թիրախավորելով բոլոր հիմքերը նախարարության կողմից մշակման փուլում է գտնվում հանցավորության կանխարգելման նոր ռազմավարությունը, որը բազմաբաղադրիչ է եւ անդրադառնալու է այս խումբ բոլոր հարցերին։ Մարդու դեմ ուղղված եւ հատկապես բռնությամբ զուգորդված հանցագործությունների մասով եւս այս ռազմավարությունը ունի հստակ անդրադարձ եւ ըստ այդմ մենք նախատեսում ենք տարեվերջին ամփոփել այս ռազմավարությունը եւ հանդես գալ նոր մեթոդաբանությամբ հանցավորության կանխարգելման շրջանակներում։ Հարգելի գործընկերներ, երբ որ խոսում ենք անչափահասների նաեւ հանցավորության մասին, մենք ընթացիկ տարում նաեւ քննարկել ենք անչափահասների կողմից կատարված եւ անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների ընդհանուր պատկերը եւ ես պիտի նշեմ, որ հաշվետու տարում 4%-ով նվազել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունները։ Փաստեմ նաև, որ ազգային ժողովի գործընկերների օժանդակությամբ մենք նաև նոր օրենսդրական նախաձեռնություն ենք ընդունել, որով որ անչափահասներին նաև արգելվել է
վաճառքը սառը նմանվող առարկաների, սարքերի կամ գործիքների եւ նշեմ, որ արդեն օրենքի ընդունումից ի վեր 12 դեպքով իրականացրել ենք համապատասխան վարչարարություն եւ այստեղ տեմպերը պիտի պահպանենք, որպեսզի օրենսդրական գաղափարախոսությունը, որը համատեղ ընդունել ենք, կարողանանք պրակտիկայում ապահովել։ Գործընկերներ, անչափահասների մասին երբ որ խոսում ենք, բնականաբար մենք կարիք ունենք նաեւ ընտանիքի հետ աշխատանքի, կրթական հաստատության հետ աշխատանքի, որովհետեւ նկատել ենք տարբեր դեպքեր, երբ որ ընտանիքի անդամները չեն բարձրաձայնում կատարված հանցագործության մասին կամ դպրոցները ահազանգեր չեն տրամադրում տարբեր թեմաների մասով եւ չթիրախավորելով որևէ կրթական հաստատության, ես նշեմ, որ նախարարությունը հետևողականորեն աշխատում է նաև այս ուղղությամբ եւ արդեն ընթացիկ տարում 6 միջնորդագիր եմ ուղարկել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար գործընկերոջս Տիկին Ժաննա Անդրեասյանին դպրոցների կողմից նմանատիպ տեղեկությունները ոստիկանությանը չտրամադրելու վերաբերյալ այս պրակտիկան շարունակելու ենք համատեղ, որպեսզի կարողանանք ցանկացած իրավիճակ մեր տեսադաշտում պահել եւ ոչ թե արձագանք ունենանք post factum, այլ հենց առաջնային օղակը, որ առնչվում է դեպքին, մեզ այս տեղեկատվությունը փոխանցի։ Որպես միջնաժամկետ մարտավարություն հաշվետու ժամանակահատվածում մենք շարունակել ենք նաև զենք զինամթերքի ապոնի շրջանառության դեմ պայքարը եւ այս ուղղությամբ նաև արգրավումները եւ նաև կամավոր հանձնման աշխատանքները պիտի փաստեն, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 59%-ով աճ է գրանցվել արգրավված, հայտնաբերված եւ բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացված հրազենի թվի մասով 1074-ից 1708 թվակազմ ունենք այս պայդրությամբ եւ բնականաբար մինչեւ տարեվերջ այս թիվը էականորեն կաճի, որովհետեւ ինտենսիվացրել ենք նաեւ ուժեղացված ծառայությունները, մեթոդաբանական առումով որոշակի փոփոխություններ ենք նաեւ կատարել ոստիկանության կողմից ծառայության կազմակերպման աշխատանքներում։ Անդրադառնալով թմրամիջոցների ապոնի շրջանառության դեմ պայքարին պիտի փաստեն, որ ունենք ընդունված նոր ռազմավարություն 25-ից 27 թվականները ծածկող եւ այս ուղղությամբ հետեւողականորեն շարունակում ենք իրականացնել մի շարք միջոցառումներ։ Գործընկերներ, տրամաբանական է, որ եթե պետությունը պայքարում է ապոնի թմրաշրջանառության դեմ, նշանակում է վիճակագրական առումով պիտի ունենանք աճ։ Այսինքն պետության տեսադաշտում պիտի հայտնվեն բոլոր այն դեպքերը, որոնք որ կապ ունեն թմրամիջոցների ապոնի շրջանառության հետ եւ բնականաբար մեր վիճակագրական պատկերում հենց այդպիսի իրավիճակի արձանագրվում։ Թմրամիջոցների ապոնի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը աճել է 18.1%-ով եւ պիտի նաեւ նշեմ, որ այստեղ արգրավումների էական փոփոխություն ունենք։ Իրավապահ համակարգի կողմից ձեռնարկված աշխատանքների արդյունքում 9 ամսվա հաշվարկով արգրավել եւ ապոնի շրջանառությունից դուրս է բերվել 415 կիլոգրամ 281 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը գրեթե կրկնակի անգամ ավելի է նախորդ նույն 9 ամսվա ժամանակահատվածի համադրությամբ։ Նախորդ տարվա 9 ամսվա կտրվածքով մենք շրջանառությունից հանել էինք շուրջ 205 կիլոգրամ թմրամիջոց։ Նշեմ, որ արգրաված թմրամիջոցներից 37 կիլոգրամ 175 գրամը սինթետիկ տեսակի են։ Ինչու եմ սա հատկապես ուզում առանձնացնել, որովհետև մենք մարտավարական առումով հատկապես ուշադրություն ենք դարձնում այն թմրամիջոցներին, որոնք անձանց առողջության վրա կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ եւ ըստ այդմ ռազմավարությունը եւս որոշակի կատեգորիզացիա նախատեսել է այս տրամաբանության մեջ։ Եվ անդրադառնալով միայն ոստիկանության կողմից արձանագրված դեպքերին, պիտի փաստեն, որ ընդհանուր այս պատկերում միայն ոստիկանության կողմից հաշվետու ժամանակահատվածում, այսինքն 9 ամսվա կտրվածքով արգրավել է 290 կիլոգրամ 683 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ, ինչը 128 կիլոգրամով շուրջ ավել է նախորդ տարվա համադրությամբ հենց ոստիկանության արձանագրած ցուցանիշներից։ Անդրադառնամ հանրությանը անհանգստացնող մեկ այլ խումբ հանցագործության եւս, որը վերջին ժամանակահատվածում հատկապես շատ է քննարկվում, տրանսպորտային միջոցներից կատարված գողություններին եւ դրա ուղղությամբ ձեռնարկված քայլերին։ Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ մի բան առնվազն ներկայացնել ձեզ, որը ինձ համար առանձնացրել եմ, երբ որ մենք որոշակի ժամանակահատվածում ունենում ենք տարբեր դեպքերի ինտենսիվություն, այսինքն հաճախականությունը մի ամսվա կտրվածքով նկատվում, մենք իներցիայով անընդհատ խոսում ենք այդ խումբ հանցագործությունների էական աճի մասին կամ ընդհանուր հանցավորության պատկերում էական փոփոխությունների մասին, եւ ես ուզում եմ թվային պատկերով ներկայացնել իմ ասածը, թե ինչպիսի իրավիճակ ունենք։ Տեսեք, մենք համացանցով տարբեր ժամանակահատվածներում քննարկում ենք այս խումբ դեպքերը, ընդ որում նաեւ падգամավորներն են բարձրաձայնում այս հարցի մասին, օբյեկտիվ իրականության մեջ այո, տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների մասով ունեն խնդիր, բայց վիճակագրական պատկերում
Արձանագրվել է 1443 դեպք, ինչը 5.4%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այսինքն, երբ որ նայում ենք վիճակագրական պատկերը, նկատում ենք, որ անցած տարվա 9 ամիսների համադրությամբ մենք ունենք տրանսպորտային միջոցներից կատարված գողության դեպքերի նվազում։ Միաժամանակ մենք նաև օրվա տարբեր ժամերին բակային շրջիկ ծառայությունների կազմակերպման եղանակով բացահայտել ենք բազմադրվակ գողություններ կատարող 16 խմբեր եւ շորթում կատարող 4 հանցավոր խմբեր, ինչը կարծում եմ առաջիկայում նաև էական նշանակություն կունենա այս հանցավորության վիճակագրական հետագա պատկերի մասով։ Բնականաբար այս արդյունքները գոհացուցիչ համարել անձամբ ես չեմ կարող, որովհետև ի վերջո շարունակում են այս խումբ հանցագործությունները տեղի ունենալ եւ մտահոգել մեր հանրությանը, ըստ այդմ հանդես ենք եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով որ խստացվել է քրեական պատասխանատվությունը տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի սարքերի կամ սարքավորումների գողության առումով, որը նախատեսված է արդեն որպես միջին ծանրության հանցանք, նախկինի ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն։ Անդրադառնալով տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին, պիտի փաստեմ, որ 9 ամսվա հաշվարկով քրեական ոստիկանության կողմից ներկայացվող հաղորդումներով պետության եւ համայնքին պատճառված նյութական վնասը նախնական հաշվարկներով կազմել է շուրջ 25 միլիարդ դրամ։ Եվ հետեւողականորեն աշխատում ենք նաեւ քննչական մարմինների եւ նաեւ դատախազության մեր գործընկերների հետ, որպեսզի նաեւ վերականգնված միջոցները կարողանանք ավելի մեծ ծավալով ապահովել դեպի պետական բյուջե։ Հաշվետու ժամանակահատվածում բացահայտվել է նաև կեղծ ներդրումային հարթակների միջոցով համակարգչային հափշտակություններ կատարող 3 հանցավոր խմբեր, մեղադրանքի առաջադրվել 18 անձի։ Սա հատկապես կարևորում եմ, որովհետև նմանատիպ հանցավոր խմբերում ներգրաված են բազմաթիվ մեծ քանակությամբ անձինք, այդ թվում օտարերկրացիներ, մեծ թվով նաև տուժածներ ունենք եւ մի քանի ամսվա ինտենսիվ օպերատիվ աշխատանքի արդյունքում մեզ հաջողվում է այսպիսի հանցավոր խմբեր բացահայտել եւ նաև կոտրել են շղթան, որը հետագայում բերելու է վիճակագրական պատկերի էական խեղմանը։ Ճանապարհատրանսպորտային պատահարների մասով պիտի փաստեմ, որ մենք ունենք ճանապարհատրանսպորտային պատահարների որոշակի աճ 10.7%-ով, միևնույն ժամանակ մենք արձանագրել ենք զոհերի թվի նվազում նախորդ կրկին 9 ամսվա համեմատությամբ 43-ով նվազել են զոհերը։ Հարգելի գործընկերներ, սա իհարկե ցույց է տալիս ոստիկանության ինտենսիվ աշխատանքը, բայց կարծում եմ ճանապարհատրանսպորտային թվի աճը, այսինքն ինքնին գոյությունը ճանապարհատրանսպորտային պատահարների դեռևս շարունակում է մտահոգիչ մնալ եւ մենք այս ուղղությամբ ունենք հստակ ռազմավարություն շարունակելու իրազեկման միջոցառումները թե վարորդների, թե երթևեկության մնացյալ մասնակիցների շրջանում, որովհետեւ ճանապարհատրանսպորտային պատահարների նվազման պիտի նաեւ գանք ընդհանուր վիճակագրական պատկերում, որպեսզի կարողանանք գոհացուցիչ դիտարկել ընդհանուր առմամբ իրավիճակը։ Ներկայացնելով ոստիկանության ինստիտուցիոնալ զարգացումը, պիտի փաստեմ, որ ընթացիկ տարում շարունակել ենք աշխատանքները եւ նոյեմբերի 1-ին գործարկվել է ոստիկանության 4-րդ վերջին հենասյունային ուղղությունը ոստիկանության գվարդիան, որը պիտի պատասխանատու լինի երկրում հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման համար։ Ընթացիկ տարում նաեւ մեծածավալ աշխատանքներ ենք իրականացրել ոստիկանությունում ուժային միջոցների գործադրման ստանդարտի ներդրման ուղղությամբ։ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել նոր ստանդարտը եւ ես պիտի նշեմ, որ ոստիկանության համակարգի համար նախադեպը չունեցող ծավալով 10,000-ից ավելի ոստիկանության ծառայողներ անցել են ուժային միջոցների գործադրման ստանդարտով վերապատրաստումներ։ Բայց բնականաբար սին կլինեն այն պատկերացումները, որ ուժային միջոցների գործադրմամբ մենք իսպառ վերացնելու ենք բոլորեն թերությունները եւ հարցերը, որոնք պրակտիկայում կարող են ի հայտ գալ։ Դրա համար հետեւողականորեն պիտի շարունակենք վերապատրաստման աշխատանքները ոստիկանության ծառայողների շրջանում եւ հասնենք նրան, որ այո, տարիների կտրվածքով այս ստանդարտը պիտի դառնա արդեն ոստիկանության ծառայողների մարմնի հիշողության մաս եւ կարիք չի լինելու այլևայլ միջամտությունների, որպեսզի այս ստանդարտին համահունչ ծառայողները կարողանան իրենց վարքագիծը կազմակերպել։ Գործընկերներ, պիտի նշեմ, որ մենք էական առաջընթաց են գրանցել նաև ներքին գործերի նախարարության համակարգում մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորման աշխատանքների ուղղությամբ, մինչև տարեվերջ պատրաստ կլինի նաև ծրագրային ապահովումը, որով որ կմիատեղենք առաջին փուլում ոստիկանության եւ փրկարար ծառայությանը ուղղորդվող զանգերը, իսկ արդեն հաջորդ տարվա կտրվածքով սրանց կմիանա նաև շտապօգնություն եկող զանգերը եւ մենք կկարողանանք մեկ միասնական հարթակ ունենալ այս առումով եւս։
Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի խորքային բարեփոխումը եւս ընթացիկ տարում մեր թիրախում է եղել եւ մենք նաեւ ազգային ժողովի կողմից ունեցել ենք հաստատում ոստիկանության կարգապահական նոր կանոնագրքի, որտեղ բարեվարկության թեմային հստակ հատուկ անդրադարձ կա։ Առաջին անգամ հետեւյալ կարգավորումը ունենք, որ նախարարության կազմում գործող ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունը, որը պատասխանատու է համակարգի կարգապահության նաեւ համար այդ դեպքերի բացահայտման համար, աշխատանքի ընդունելու է ծառայողին բացառապես բարեվարկության ստուգման եզրակացության հիման վրա։ Սա կարծում եմ շատ կարևոր է, որովհետև բարեվարկությունը ստուգող, կարգապահությունը ստուգող ստորաբաժանման աշխատակիցները առաջին հերթին իրենք պիտի լինեն այդպիսին, ապա նոր միայն դիտարկեն մյուս ծառայողների վարքագիծը։ Անդրադառնալով միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտում իրականացված աշխատանքներին, հարգելի գործընկերներ, պիտի նշեմ, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ուղղությամբ բավական ակտիվ աշխատանքներ ունենք այս շաբաթ։ Ի վերջո պաշտոնապես կստանանք արդեն գործողությունների ծրագիրը եվրոպական կողմից փոխանցվող եւ արդեն գնդակը կլինի Հայաստանի Հանրապետության դաշտում, որովհետեւ հստակ կլինեն անմիջոցառումները, որոնք որ Հայաստանի Հանրապետության պետական մարմինները պետք է ապահովեն այս տեսանկյունից։ Պիտի փաստեն, որ գործողությունների ծրագիրը հաշվի առնելով այլ երկրների փորձառությունը եւ մեր շփումները եվրոպական կողմի հետ նորություն չէ որպես այդպեսին, որովհետեւ հիմնականում նախատեսված են այնպիսի միջոցառումներ, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարությունն արդեն իսկ թիրախավորել է որպես բարեփոխման ենթակա ուղղություններ։ Առաջին ուղղությունը թերևս այս ոլորտում բիոմետրիկ համակարգի ներդրումն է եւ ես նշեմ, որ ակտիվ կերպով շարունակում ենք այս աշխատանքները, ունենք կնքված պայմանագիր, արդեն իսկ տարածքային գրասենյակների մասով որոշարկում ունենք մասնավոր գործընկերոջ հետ, վերջնականացրել ենք նաեւ տարածքային գրասենյակների արտաքին նկարագրերը, բիոմետրիկ նույնականացման քարտի արտաքին նկարագիրը եւս հաստատված է եւ առաջիկայում նաեւ անձնագրի արտաքին նկարագրի հաստատում եւս կունենանք որպես այդպիսին։ Բնականաբար այստեղ նաեւ պիտի վերանայվեն շենքային պայմանները ծառայության եւ նաեւ մասնավոր գործընկերոջ արդեն իսկ մոդելային տարբերակը շինարարական աշխատանքների նախատեսման համար նախատեսված է եւ մենք մինչեւ արդեն 2026 թվականի առաջին կիսամյակ այս աշխատանքները կապահովենք եւ երկրորդ կիսամյակից սկսած սկսենք արտադրությունը բիոմետրիկ նոր անձնագրերի եւ նույնականացման քարտերի։ 2025 թվականի հոկտեմբերի 6-ից նախագործարկվել է նաեւ հարգելի գործընկերներ քաղաքացիության նոր համակարգը, գիտեք, որ ազգային ժողովը ընդունել է օրենսդրական նախաձեռնություն, որով քաղաքացիության դիմումների ընդհանուր պատկերը թվայնացվում է, եւ մենք 2026 թվականի հունվարի 1-ին ընդառաջ արդեն իսկ հոկտեմբերի 6-ից նախագործարկել ենք այս համակարգը։ Մինչ այդ նշեմ, որ ընթացիկ տարվա 9 ամիսների հաշվարկով հանրապետության նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 17180 անձի, աճ ունենք քաղաքացիության շնորհման 15.5%-ով եւ դադարեցվել է 3166 անձի քաղաքացիությունը, այստեղ եւս ունենք աճ 10.7%-ով, բայց ընդհանուր համայնապատկերում քաղաքացիություն շնորհված անձանց թիվը գերակշռում է։ Անդրադառնալով Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կողմից քաղաքացիության ձեռքբերման գործընթացին, պիտի նշեմ, որ 2025 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ քաղաքացիություն ստանալու համար դիմում է ներկայացրել 21916 տեղահանված անձ։ Նույն օրվա դրությամբ նախագահի հրամանագրով արդեն 14064 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն եւ անձնագրավորման միջոցով քաղաքացիություն ձեռք է բերել նաեւ 7191 անչափահաս։ Պիտի նաև նշեմ, որ եւս ընթացիկ ունենք գործեր, որոնք որ քննարկման փուլում են գտնվում, 7852 գործ այժմ գտնվում է ընթացքավորման փուլում։ Նշեմ նաև, որ 2026 թվականին ընդհանուր առմամբ նաև նախատեսում ենք ներդնել կացության կարգավիճակների ամբողջական թվայնացված տարբերակը, արդեն իսկ փաթեթը ներկայացվել է ազգային ժողովին եւ ես վստահ եմ, որ սրանով միգրացիա եւ քաղաքացիության ծառայության կյանքում թվայնացման բլոկը էական փոփոխություններ կունենա եւ մեզ միայն շատ փոքր բաղադրիչ կմնա որպես այդպիսին թվայնացման։ Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է 312177 ՀՀ քաղաքացու անձնագիր եւ ես պիտի նշեմ, որ բիոմետրիկ նոր համակարգի ներդրման պայմաններում հարցը նաեւ դիտարկել ենք մասնավոր գործընկերոջ հետ, որպեսզի անցումը շատ սահուն լինի եւ մենք կարողանանք ընդհանուր առմամբ հերթերի պատկերը կառավարելի ունենալ այս տեսանկյունից։ 2025 թվականի հուլիսի 3-ին ընդունվել է միգրացիայի ոլորտի կարևորագույն օրենսդրական նախաձեռնությունը, որը բնակչության պետական ռեգիստրի մասին նոր օրենսդրությունն է եւ մենք ընթացիկ տարում նաեւ այս ուղղությամբ էական քայլեր ենք ձեռնարկել
քննարկել, ներկայումս նաև ընթանում է X-Road փոխգործելիության հարթակի ներդրումը, որը կապահովի արագ եւ անվտանգ տվյալների փոխանակում գերատեսչությունների միջև։ Անդրադառնալով հանրային ծառայությունների մյուս բլոկին, խոսքս հաշվառման քննական ստորաբաժանումներին է վերաբերում, պիտի նշեմ, որ ներդրել ենք հիբրիդային հերթագրման նոր համակարգ, որը թույլ է տալիս թե on-line հերթագրման տարբերակով եւ թե նաեւ կենթանի հերթագրման տարբերակով գրանցվել եւ սպասարկվել հաշվառման քննական ստորաբաժանումներում։ Ես նշեմ, հարգելի գործընկերներ, որ ընթացիկ տարում տարբեր քննարկումներ ենք ունեցել հերթերի մասով հաշվառման քննական ստորաբաժանումների, բայց ինչ ունեինք նախորդիվ, ունեինք իրավիճակ, երբ որ ընդհանուր մինչև նախորդ օրը քննության կամ որևէ գործարքի անձը ստանում էր համապատասխան հաղորդագրություն եւ հարցեր նա կարողանում էր իր ժամանակահատվածը կազմակերպել այնպես, որ ներկայանա քննությանը կամ այլ գործարքի կազմակերպմանը թե ոչ, իսկ այս պայմաններում կարող է անձամբ մուտքգործել համակարգ, իրեն հարմար օրը եւ վայրը արդեն ընտրել եւ գնալ գործարքը կատարելու։ Սեպտեմբերի 1-ից տարածքում գործում են թվային վարորդական վկայականները, ամբողջությամբ անցել ենք թվային վարորդական վկայականների համակարգի եւ այլևս ոստիկանությունը վարչարարություն չի իրականացնում այն քաղաքացիների նկատմամբ, որոնք իրենց մոտ չունեն պլաստիկ տարբերակով վարորդական վկայականներ, ինչը կարծում եմ էապես հարմարավետություն է ապահովել նաեւ վարորդներին այս առումով։ Բնականաբար նաև հարմարավետության տեսանկյունից նոր գործիքակազմ ենք տվել մեր այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են արտահերթ սպասարկվել եւ լրացուցիչ վճարի դիմաց ընդհանուր ժամանակացույցից դուրս որևէ օր վերցնել եւ նախատեսել ենք տեսական կամ գործնական քննությունների մասնակցելու համար պետական տուրքի դիմաց մասնակցել արտահերթ։ Պիտի փաստեմ, որ բավական ակտիվ են օգտագործում մեր քաղաքացիները այս հնարավորությունը եւ նաև պարոն Սարգսյանն էր ներկայացրել որոշակի առաջարկներ այս մասով։ Ես ուրախ եմ, որ կարողացել ենք ընթացիկ տարում ապահովել այս օրենսդրական փոփոխությունը։ Փաստեմ նաև, որ տրանսպորտային միջոցի առողջարքի on-line հարթակը եւս գործարկվել է, 300-ից ավելի տրանսպորտային միջոցի գործարքներ են ունեցել, որոնք միայն on-line պլատֆորմում են իրականացվել։ Այսինքն առաջին գործողությունից մինչև վերջին գործողությունը քաղաքացին տրանսպորտային միջոցի առողջարքը կազմակերպել է on-line պլատֆորմում առանց որևէ բարդության եւ ես պիտի նաև նշեմ, որ մենք նաև քաղաքացիների հետադարձ կապի միջոցով կարծիքներն ենք հավաքագրել եւ միանշանակ դրական է եղել պատկերը քաղաքացիների կողմից, ընդհանուր մինչև մի քանի րոպեի ընթացքում կարողացել են առողջարքը կազմակերպել եւ մենք հետեւողականորեն նաեւ հարթակի կատարելագործման ուղղությամբ աշխատանքներն ենք շարունակելու։ Կարճ անդրադառնամ նաև փրկարար ծառայության ոլորտում կատարված աշխատանքներին, նշեմ, որ 25 թվականի 9 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցվել է ընդհանուր 14704 արտակարգ դեպք եւ պատահար, որոշակի աճ ունենք այս առումով հաշվի առնելով հրդեհների ժամանակահատվածը, որը հիմնականում ամառային ժամանակահատվածն է մինչև սեպտեմբերի առաջին օրեր։ Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից 2025 թվականի 9 ամիսների ընթացքում փրկվել է 162 մարդու կյանք եւ նաեւ պիտի փաստեմ, որ շարունակել ենք ինստիտուցիոնալ զարգացում այս առումով եւս գործարկվել է 11 հրշեջ փրկարարական կամավորական հենակետերը, որոնք սպասարկում են 51 բնակավայրեր։ Սա ոչ թե պարզապես հարգելի գործընկերներ նոր հենակետերի ձևավորում է, այլ գաղափարախոսության փոփոխություն, որովհետեւ համայնքի բնակիչները եւս պիտի մասնակցեն համայնքի անվտանգության կազմակերպմանը եւ կամավորական հրշեջ փրկարարական ջոկատների ներգրավում այս առումով բավական դրական պատկեր է ապահովել։ Նշեմ նաեւ, որ սրանցից երկուսը միայն հենց ձևավորվել են 2025 թվականի կտրվածքում Մեղրաձորում եւ Մարմարիկում։ Գործընկերներ, մենք ընթացիկ տարում նաև քննարկել ենք գույքի ձեռքբերման հարցերը եւս, անընդհատ մեզ ուղղվում են մտահոգություններ, որ այ հիմնականում ոստիկանությունն է առավելապես սպառազինվում, տեխնիկապես հագեցվում, փրկարար ծառայությանը բավարար չափով ուշադրություն չի դարձվում։ Ես նշեմ, որ ընդհանուր առմամբ մենք հաստատել ենք ներդրումային ծրագիր շուրջ 5 միլիարդ դրամ բյուջեով, որի շրջանակներում փրկարար ծառայության համար ձեռք կբերվեն 91 հրշեջ փրկարարական ավտոմեքենաներ եւ հատուկ տեխնիկա, եւ պիտի փաստեմ, որ արդեն ընթացիկ տարում մինչեւ նոյեմբերի ավարտը նախատեսում ենք ունենալ 8 հրշեջ փրկարարական տրանսպորտային միջոցի եւ 10 արագ արձագանքման փրկարարական ավտոմեքենայի արդեն հատկացում փրկարար ծառայությանը։ Ամբողջովին վերանայվել է նաեւ մարտական համազգեստ
արվեստը, որն այդպեսին է կոչվում փրկարար ծառայության համար եւ ձեռք են բերվել նաեւ մի շարք գործիքներ, որոնք հեշտացրել են փրկարար ծառայության կյանքը ընդհանուր process-ների կազմակերպման տեսանկյունից։ 2025 թվականի նոյեմբերի 1-ից հստակ ֆիքսել են օրենսդրական ժամկետով, որ լուծարվելու է տեխնիկական անվտանգության ապահովման պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որը գործում է ներքին գործերի նախարարության ենթակայության ներքո, եւ արդեն իսկ մտել ենք լուծարման process, կառավարությունը եւս համապատասխան որոշում ընդունել է, բայց սա ուզում եմ փաստել, որ ոչ թե միայն պետական ոչ առևտրային կազմակերպության կրճատում է ընդհանուր առմամբ կառուցվածքում, այլ տեխնիկական անվտանգության ոլորտի էական բարեփոխման մաս է, որտեղ որ քաղաքականությունը պիտի մշակի ներքին գործերի նախարարությունը եւ պատվիրակի process-ների կազմակերպումը մասնավոր գործընկերոջ եւ մասնավոր գործընկերները պիտի ապահովեն ընդհանուր փորձաքննությունները։ Բնականաբար այստեղ վերահսկողական գործիքակազմը եւս շատ կարեւոր է, որովհետեւ մենք նաեւ որակի առումով խնդիրներ չունենանք, նախատեսել ենք լիցենզավորման կոնկրետ process, որն առաջիկայում արդեն ավելի մանրամասն կքննարկենք նաեւ համատեղ եւ կգնանք առաջ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։